Այսօր արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Կիմ Արզումանյանը նշում է ծննդյան 75-ամյակը։ Ստերեո ստուդիան ի սրտե շնորհավորում է ձեզ։ Կիմ Գուրգենիչ, մենք ձեզ սիրում ենք, շնորհավոր ծնունդ։ Թատրոն, հեռուստատեսություն, ռադիո, մանկավարժություն։ Ահա այն քարուղիները, որոնցով կես դաշ շարունակ քայլում է վաստակաշատ արվեստագետը, ռեժիսորը, մանկավարժը։ Երախտավորը, վաստակավորը։ Այսպես է վերնագրել Հոբելյարի նվիրված իր հոդվածը Վարսիկ Գրիգորյանը, որը տպագրված է Եթեր թերթում եւ որն այժմ սիրով ներկայացնում եմ ձեր ունկնդրությանը։ Մի թատերական ինստիտուտ, մի Կիմ Արզումանյան։ 44-ի դեկտեմբերի 4-ին ինստիտուտի բացման օրը նրան տեսանք ու այլևս չմոռացանք։ Մոռանալ կլիներ գեղեցիկ, փայլուն հագուկապով, անբաժան ձյունաթույր շարֆով երիտասարդին, որն ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Վավիկ Վարդանյանի, լույս նրա հիշատակին, ուսանողն էր։ Ոչ թե քայլում, այլ սուրում էր, վստահ, աներեր, որևէ խոչուխուտ չճանաչելով։ Բոլոր միջոցառումների ոգին էր։ Հնարավոր է մոռանալ առաջին ամանորյա երեկոն եւ այն առաջին վալսը, որ նա ապարեց Մետաքսիայի հետ։ Իսկ երկրորդին ինձ գյուղից եկած ամոթած աղջկաս հրավիրեց ու թեև խայտարակ ապարեցի, բայց ասպետաբար դիմացավ մինչ մեղեդին ավարտվեց ու շլացուցիչ մի խոնարհումով ինձ տեղս ուղեկցեց։ Զարմանալի ոչինչ չկար, որ նա հասունության ատեստատ պիեսի բեմադրությամբ պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի որակավորում ստացավ եւ աշխատանքի հրավիրվեց Սունդուկյանի անվան թատրոն։ Կարիք կա ասելու, թե որքան էր նախանձի առարկա եւ ինչպես էր իր հետ կապված ամեն մանրուք ծավալվում ու տարածվում։ Այդպես է աստղերի ճակատագիրը, թեև այդ բառը այն ժամանակ արտաքսված էր քաղաքականապես, բայց դա իրողություն էր։ Առաջին բեմադրությունը «Սերը լուսաբացին» պիեսը, ինչպես եւ մի խուլ նրբանցքումը հաստատեցին Արզումանյանի տեղը թատրոնում եւ ոչ ոքի մտքով չէր անցնում, թե մայր թատրոնի ռեժիսորը կարող է լքել այն եւ խանդավառությամբ նետվել անհայտ ու տատասկոտ մի աշխարհ, որ նորաստեղծ հայկական հեռատեսիլն էր։ Իդեպ, այստեղ եկան գրեթե ամենուր իրենց արդեն հաջողությամբ հաստատած ուրիշները եւս։ Լուցկու տուփի պես ստուդիա, ընդամենը մեկ խցիկ, եւ այնպիսի աներևակայելի գանձեր սփռեցին առաջինները, որ հիշելիս հառաչում ես։ Հիմա որ ամեն ինչ կա ու այն չէ, դժվարանում ես անգամ հավատալ, թե իրոք նման հրաշքներ են կատարվել։ Երիտասարդ ռեժիսորները ջանում էին հասկանալ նախ ինչ է այս բնագավառը եւ պեղում էին։ Նրանք առավել վաղ կռահեցին նորամուտ բնագավառի էպիկական բնությունը եւ հենց սկզբից նյութ ընտրեցին ոչ թե պատրաստի պիեսները, այլ գրական արձակը։ Եվ հայ հեռատեսիլի օրոցքի մոտ հայտնվեցին գրողները։ Գեղամ Սարյանի հեղինակած վարսկական մոտիվներով Իրանին, որ բեմադրեց Կիմ Արզումանյանը, վերածվեց գրավիչ մի պատումի, դերակատարներ Գեղամ Հարությունյան, Վարդուհի Վարդերեսյան։ Հետո Արզումանյանը հանդիսատեսին ներկայացրեց Թոթովենցի արաբական բալլադը, Շիրվանզադեի արտիստը։ Սրանք դերևս ռեժիսորի թատերական ըմբռնումների տիրույթում են, մի բան, որի կաշկանդումը հետո զգալով նա դիմեց կինոժապավենին։ Սայաթ Նովան իրականացվեց արդեն ստուդիական կենթանի հատվածների եւ բնության մեջ նկարահանված ժապավենի զուգակցումով։ Հայ ռեժիսորների որոնումը չվրիպեց մոսկովյան մասնագետների ուշադրությունից։ Համամիութենական սեմինարներում, մասնագիտական մամուլում խոսում գրում էին փորձի փոխանակման արժանի մերոնց հայտնագործումների մասին։ Ես ուզում եմ միայն մի քանի տող մեջ բերել Վիկտորովայի նոր մուսային տված տուրք ընդարձակ հոդվածից Սովետское радио и телевидение, ուր նա ոչ միայն մանրակրկիտ մեկնաբանություն է անում, այլև անդրադառնում նույնիսկ Արզումանյանի թատերական գործունեությանը եւ այլ բնույթի հաղորդումներին։ Սայաթ Նովայում ռեժիսորը կատարելապես օգտագործեց հեռուստառեժիսուրայի միջոցները եւ պահպանելով թատերական առանձնահատկությունները ընդլայնեց բեմահարթակը, գործողությունը նկարահանման միջոցով փոխադրելով բնության մեջ։ Կինոյի առանձնահատկությունը նա օգտագործեց նաև կադրերի կառույցում, հետապնդելով հեղինակային ասելիքն ու գեղագետի իր մտահղացումը հանդիսականին հասնելու նպատակ։ Չմոռանանք ասել, որ համամիութենական ընթերցողին խնամքով մատուցում են նույնիսկ հայ հեռատեսիլի ռեժիսորի բազմաթիվ ռադիոբեմադրությունները։ Մի բան, որ հավաստում է, թե որպիսի հարգանք ու համարում են ներշնչել հայ հեռատեսիլի գործիչները։ Եվ դա այն ժամանակ, երբ մարդը դեռ ճանապարհի սկզբին էր, դեռ նոր էր ստեղծելու հայ հեռուստատեսության գեղագիտական որոնումները բացահայտող ու ձևավորող իր լավագույն էկրանավորումները, որոնցից հիշենք
Միջնորդ Տեր Պապան, Օթյանի համանուն վեպի հիման վրա Արզումանյանի ստեղծած եռամաս ներկայացումը, որն առաջին անգամ ջարդեց մեր մամուլի լռության սառույցը։ Միանգամից 3 հոդված, որոնցից մեկի հեղինակը արևմտահայ գրականության քաջ գիտակ Գառնիկ Ստեփանյանն էր։ Տեր Պապան համարելով գունագեղ ներկայացում, նա մասնավորապես գրում էր. Օթյանը գրել է երգիծավեպ եւ ոչ կատակերգություն, խոշոր աշխատանք էր պետք ծավալուն վեպից հեռուստատեսային կուր բեմադրություն ստեղծելու համար։ Այդ բանն է, որ հաջողությամբ կատարել է Կիմ Արզումանյանը, ստեղծելով կերպարների գունագեղությամբ, կենթանությամբ, գործողության առատությամբ, ռիթմիկ ընթացքով աչքի ընկնող մի ներկայացում, որը կոչված է երկար ժամանակ մնալու մարդկանց հիշողության մեջ։ Տեր Պապան ստուդիայի լավագույն բեմադրություններից է։ Իսկ եթե ավելացնենք, որ Սայաթ Նովայով ու Տեր Պապայով նա ստեղծեց ու կատարելության հասցրեց մեր ժողովրդից սիրված մի ժանր, որ երաժշտական դրաման ու կատակերգությունն էր, եւ մոսկովյան արվեստագետների մոտ ունեցած մեծ հեղինակության շնորհիվ ժապավեն դարձրեց դեռևս չկար տեսա ժապավենը, մնայուն կյանք պարգևելով այս բնագավառի արշալույսին ստեղծված երկու մեծ գործի, նաև դաջեց ժապավենին ու պահպանեց մեր այն տարիների թատերական ավագ ու երիտասարդ դեմքերը, լուծեց այս արվեստի գեղարվեստատեխնիկական համախումբ խնդիրներ, ապա թվում է ավելացնելու բան չմնաց։ Արդարև, դրանք մտահղացման եւ էկրանային իրացման այնպիսի բարձրակետեր էին, որ թվում էր ռեժիսորն այլևս անելիք չունի, բայց դա միայն թվում էր, չէ որ էկրանի, թատրոնի գլխավոր ու առաջնային խնդիրը հոգեբանական թատրոնը դեռ մնում էր աննվաճ։ Հենց այս ուղղությամբ էլ գնացին հետագա որոնումները։ Կյանքի ողբերգականության մասին զավեշտով խոսող Դյուրենմաթի ֆիզիկոսները սահմանեց ժամանակակից հոգեբանական դրամայի մի մոդել, որն աչքի ընկավ արտասովոր մարդկային նկարագրերով, հրապարակախոսական կրքոտությամբ եւ դերասանական հայտնագործումներով։ Ինչ փայլուն էին համատեղել զավեշտն ու ողբերգությունը 3 գլխավոր դերակատարները՝ Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը եւ Իշխան Ղարիբյանը։ Այլևս չասենք, որ առաջին երկուսի համար դա եղավ այնպիսի շռայլ ինքնաարտահայտում, որից հետո կրնկի վրա նրանց առաջ բացվեցին կինոյի դռները։ Հոգեբանական թատրոնի ոճավորված գրոտեսկի համադրման համարձակ փորձեր եղան հետագայում Լուիջիի Սիրտը, Ռաֆայել Քոթանջյանի ողբերգական անսպասելի ինքնաարտահայտմամբ, Բացեք ձեր աչքերը, հեղինակ Արտաշես Քալանթարյան երկմասանի գործը, Չապեկի Սպիտակ հիվանդություն, Ծիծաղի տակ արցունք հեղող Վիվիանիի փողոցային վերջին շրջմոլիկը, Կարփ Խաչվանքյանի տրագիկոմիկական հանճարեղ կատարումով, Էդուարդո դե Ֆիլիպոյի Սանիտայի քաղաքագլուխը, Գուրգեն Ջանիբեկյանի հզոր անձնավորումով եւ շատ վառվռուն ներկայացումներ։ Իսկ եթե ավելացնենք, որ Կիմ Արզումանյանը իսկական արվեստագետին վայել ամեն ինչ անում էր, որ անփորձ Զորայր Խալափյանի, Պետրոսյանի, Արտաշես Քալանթարյանի պիեսները գրավիչ ու դիտելի ներկայացումներ դառնային, ապշեցուցիչ համառությամբ ու տևաբար աշխատում էր, անվերջ ձգտում նորություն բերել էկրանին, թե արտահայտչա ձևերի եւ թե թեմատիկ առումով, թվում է ասելու քիչ բան մնաց։ Այդ քչի մեջ ես ուզում եմ տեղավորել հայրենադարձության թեմայով առաջին բեմադրությունը, Քոչարյանի Լուսաբացը լուսավանում եւ Եղեռնի թեմայով առաջին գործը, ըստ Հրաչյա Քոչարի ուսուցիչը պատումի, ուր ցնցող ներգործության հասան Գուրգեն Ջանիբեկյանը, Թալիաթ եւ Գեգամ Հարությունյանը, Մեսրոպ Էֆենդի։ Սրանք ձեռնարկումներ էին, որոնք շիկացնում էին փոքր էկրանը, կապում նրա հետ բազմահազարանոց հանդիսասրահը։ Արդյոք սա չէր նորամուտ այս բնագավառի, ինչպես եւ ազգովին մեր բոլորի երազանքը, որի իրականացման համար իր երիտասարդությունն ու ոսկի ջանքերը չխնայեց մեր փոքր էկրանի եւ բեմարվեստի մեծ նվիրյալը։ Մայր թատրոնում Կիմ Արզումանյանի բեմադրած Մադամ Սանժենը համարվեց մեր թատրոնի լավագույն նվաճումներից մեկը, իսկական տոն, ոչ միայն Մետաքսե Ասիմոնյանի եւ Բաբկեն Ներսիսյանի արտասովոր շքեղ անձնավորումներով, այլև ռեժիսորական արտահայտչակերպի բազմազանությամբ, ուր ներդաշն էին դերասանական եւ ռեժիսորական ասելիքը եւ վարպետորեն զուգակցված երգիծականի բովանդակ երանգապնակին նրբին հումորից մինչև գրոտեսկ։ Դեթ երկու խոսքով հիշենք նաև մանկավարժական շատ շնորհալի եւ արգասովոր գործունեությունը, որ թատերական ինստիտուտն ավարտելու առաջին օրից մինչև օրս վարում է նա, բեմարվեստին տալով հարյուրավոր իսկական նվիրյալներ ու օժտվածներ։
Թատերական ինստիտուտի նրա դերասանական կուրսերում ծնվել, ապա մշակվել ու կատարյալ էկրանային ստեղծագործություններ են դարձել բազմաթիվ ներկայացումներ։ Որոշ ընդմիջումներով երկար տարիներ նա վարում էր հեռուստատեսության գեղարվեստական, հետո դրամատիկական գլխավոր խմբագրության գլխավոր ռեժիսորի պաշտոնը, սլանալով վեր, նորք ու վար ամենուր, բայց երբ հայտնվում էր, անհոգնում էր, թարմ ուժերով, խոտանում էր մեր արածը եւ խելահեղության հասցնում մեր վեճերը հարևան սենյակներում լսվում էին, ապա կարծես ոչինչ չէր պատահել, մեզ լցնում էր իր մեքենան եւ տուն բերում։ Դրախտարին ծառայություն, նորքի բարձունքին աշխատող եւ տրանսպորտի հավերժական խնդրով տառապողներիս համար փրկարար մեծագործություն։ Եվ տարիների հերվից նույն շողուշաղափով, թեպետ ոչ առաջվա թափով, բայց վերստին վստահ ու ծանրակշիռ քայլքով հայտնվում է նա վայել երախտավորին ու վաստակավորին։